Նա կարծում էր, որ գտել է կատարյալ սերը, այնպիսին, որը գոյություն ունի միայն ֆիլմերում։ Շքեղ ընթրիքների քաղցր խոստումների մեջ ամեն ինչ երազ էր թվում։ Բայց ժամանակի ընթացքում հրապուրիչ արքայազնը բացահայտեց իր դաժան ու անկանխատեսելի կողմը։ Եվ հիմա նա պետք է որոշի, հեքիաթը թե իր գոյատումը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշել, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով, Հելենան միշտ հավատում էր, որ ճշմարիտ սերը այն է, որի մասին կարդում են վեպերում, այնպիսին, որը դիմանում է ժամանակին կյանքի փոթորիկներին։ Երբ նա 24 տարեկանում Երանի էլեգանտ կենտրոն թաղամասում կայացած բարեգործական երեկույթի ժամանակ հանդիպեց Ռուբենին, նա վստահ էր, որ գտել է հենց դա։ Նա այն ամենն էր, ինչ կարող էր երազել իդեալիստ երիտասարդ կինը, հաջողակ, հմայիչ, ավանդական ընտանիքից։ Ռուբենը երկրի խոշորագույն ձեռնարկատիրական խմբերից մեկի ժառանգն էր, այն տեսակի մարդը, ով կարծես ծնվել էր աշխարհը ձեռքերում շուրթերին փորձված ժպիտով։ Հելենայի ընտանիքը ոչ պակաս տպավորիչ էր։ Նրա հայրը, դոկտոր Էդուարդ Մելքոնյանը, ավելի քան 30 տարի եղել էր դաշնային դատավոր, մինչ պատվով ազգային ճանաչումով թոշակի անցնելը։ Ամբողջական, քիչ խոսով շատ իմաստուն մարդ էր, ով իր միակ դստերը սովորեցրել էր արդարության, արժանապատվության ինքնահարգանքի արժեքները։ Հելենայի մայրը մի քանի տարի առաջ էր հեռացել, նրա մեջ թողնելով կարոտ, որը երբեք ամբողջությամբ չէր սպյանում, բայց նա լուր ուժ, որն ուղեկցում էր նրան յուրաքանչյուր որոշման մեջ։ Հելենայի Ռուբենի սիրավեպը ի սկզբանե ինտենսիվ էր։ Ընթրիքներ շքեղ ռեստորաններում, ճանապարհորդություններ դրախտային վայրեր, թանկարժեք նվերներ, որոնք հասնում էին անսպասելիորեն։ Ռուբենը ուշադիր էր, գրքոտ, բայց նրա աչքերում կար մի բան, որը Հելենան երբեմն չէր կարողանում լիովին վերծանել։ Ստվեր, որը հայտնվում ու անհետանում էր, ձայնի տոն, որը փոխվում էր, երբ ամեն ինչ չէր ընթանում այնպես, ինչպես նա էր պլանավորում։ Բայց նա, սիրահարված երիտասարդ, այդ պահերը վերագրում էր աշխատանքային սթրեսին, տնտեսական ճգնաժամերի կատաղի մրցակցության պայմաններում ձեռնարկատիրական կայսրությունը գործելու ճնշմանը։ Ամուսնությունը կայացավ 2 տարի անց, շքեղ արարողությամբ, որը զբաղեցրեց հասարակական ամսագրերի էջերը։ Ավելի քան 500 հյուրեր, արտասահմանից բերված զգեստ, որը հսկայական կարողություն էր արժեցել, Հոլանդիայից բերված ծաղիկներ։ Ամեն ինչ կատարյալ էր թվում։ Հելենան եկեղեցի մտավ հոր ձեռքից բռնած, ով նրան նայեց հպարտության անհանգստության այն խառնուրդով, որը միայն հայրը կարող է արտահայտել։ Դոկտոր Էդուարդը ամուր սեղմեց Ռուբենի ձեռքը, նախքան իր դստերը նրան հանձնելը, այդ սեղմման մեջ կար լուր հաղորդագրություն, լավ հոգ տար նրա մասին։ Ամուսնության առաջին ամիսները քաղցր էին։ Երանի արվարձաններում գտնվող առանձնատունը, իր հսկայական այգիներով տպավորիչ ճարտարապետությամբ, դարձել էր Հելենայի տունը։ Նա խնամքով զարդարել էր յուրաքանչյուր սենյակ, ընտրելով նուրբ գույներ էլեգանտ կահույք, որոնք արտացոլում էին իր նուրբ ճաշակը։ Ռուբենը աշխատանքից վերադառնում էր նրան գտնում պատշգամբում, գիրք կարդալիս կամ խնամքով մշակած խոլորտները խնամելիս։ Կային ընթրիքներ երկուսով, զրույցներ ապագայի մասին, դեռս չծնված ընտանիքի պլաններ։ Բայց աստիճանաբար, գրեթե աննկատելիորեն, ինչ-որ բան սկսեց փոխվել։ Ռուբենը սկսեց ավելի ուշ աշխատել։ Օրվա ընթացքում զանգերը պակասեցին։ Երբ տուն էր գալիս, հոգնած էր, գրգռված, հեռու։ Հելենան փորձում էր հասկանալ, արդարացնել, հարմարվել։ Նա պատրաստում էր նրա սիրելի ուտեստները, տունը կազմակերպում էր այնպես, ինչպես նա էր սիրում, ընտրում էր հագուստներ, որոնք գիտեր, որ դուր կգան նրան։ Բայց ոչինչ բավարար չէր թվում։ Առաջին կոշտ խոսքերը կատակի քողի տակ էին։ Մեկնաբանություններ նրա մազերի, ընտրած հագուստի, այն մասին, թե ինչպես նա կարծես չէր հասկանում այն ճնշումը, որին նա բախվում էր։ Հելենան ծիծաղում էր, փորձելով ցույց տալ, որ չի անհանգստանում, բայց ներսից ինչ-որ բան սկսում էր կոտրվել։ Այնուհետ եկան ավելի ուղղակի քննադատությունները։ Նա բավականաչափ ներկա կին չէր։ Չէր հասկանում այն զոհողությունները, որոնք նա կատարում էր։ Միշտ անհանգստանում էր մանրուքների համար, մինչդեռ նա ընկերության բեռը կրում էր իր ուսերին։ Տան տնտեսուհին, Մարիամ տիկինը, 50 անց մի կին, ով այնտեղ աշխատում էր դեռ մինչ ամուսնությունը, ամեն ինչ լուր դիտում էր։ Նա շատ բան էր տեսել կյանքում, աշխատել էր հարուստ հզոր ընտանիքների տներում, գիտեր նշանները ճանաչել։ Այն ձեթ, թե ինչպես Հելենան սկսել էր հետ քաշվել, ինչպես նրա ժպիտն այլս չէր հասնում աչքերին, ինչպես նա ներողություն էր խնդրում բաների համար, որոնք իր մեղքը չէին։ Մարիամ տիկինը ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չգիտեր ինչպես։ Ի վերջո,
Ով էր նա, որ միջամտեր իր տերերի կյանքին։ Պարոն Արամը, գույքի անվտանգության աշխատակիցը, նույնպես նկատում էր։ Այն գիշերներին, երբ նա հերթապահում էր, լսում էր տնից եկող բարձրացված ձայներ։ Չէր կարողանում տարբերել բառերը, բայց տոնը անսխալական էր։ Կային վեճեր, որոնք ձգվում էին մինչ լուսադեմ, ուժով փակվող դռներ, ծանր լռություններ, որոնք հաջորդում էին բանավոր փոթորիկներին։ Նա նույնպես իրեն անզոր էր զգում։ Նրա աշխատանքն էր պաշտպանել գույքը արտաքին սպառնալիքներից, բայց ո՞ր էր սպառնալիքը ներսում։ Հելենան սկսեց մեկուսանալ։ Նրա լավագույն ընկերուհին Ջուլիան, ում հետ նա անբաժան էր դեռ դեռահասությունից, սկսեց ավելի ու ավելի քիչ զանգեր ստանալ։ Երբ նրանք խոսում էին, Հելենան ասում էր, որ ամեն ինչ լավ է, պարզապես զբաղված է ամուսնական կյանքով, տանով, սոցիալական պարտականություններով։ Բայց Ջուլիան ճանաչում էր այդ ձայնը։ Նա ճանաչում էր բառերի մեջ ընկած լռությունները, չափազանց երկար դադարները, հարկադրված ծիծաղը։ Նա փորձում էր հանդիպումներ կազմակերպել, բայց Հելենան միշտ պատճառ ուներ, Ռուբենը նախընտրում էր, որ նա տանը մնար, կարոր ընթրիք կար, նա իրեն լավ չէր զգում։ Դոկտոր Էդուարդը նույնպես սկսեց նկատել, որ ինչ-որ բան այն չէ։ Առանձնատուն կատարած հազվագյուտ այցելությունների ժամանակ, որոնք միշտ նախապես հայտարարվում էին խնամքով կազմակերպվում Ռուբենի կողմից, նա տեսնում էր իր դստերը ավելի նիհար, ավելի լուռ, դեմքին կարծես սոսնձված ժպիտով։ Երբ նա փորձում էր առանձին խոսել նրա հետ, Ռուբենը միշտ հայտնվում էր, օգտակար խմիչքներ առաջարկելով, զրույց սկսելով բիզնեսի, քաղաքականության կամ ցանկացած այլ բանի մասին, որը կշեղեր ուշադրությունը։ Ձեր դատավորը, ով սովոր էր մարդկանց կարդալ, ինչպես դատական գործեր էր կարդում, աճող անհանգստություն էր զգում, բայց Հելենան միշտ հավաստիացնում էր, որ երջանիկ է, իրականացված, պարզապես հարմարվում է նոր կյանքին։ Հենց այն ժամանակ, երբ Հելենան հայտնաբերեց, որ հղի է, ամեն ինչ նոր հարթություն ստացավ։ Նա թեստը միայնակ արեց առանձնատան լոգարանում, ձեռքերը դողում էին անհանգստությունից հույսից։ Երբ տեսավ դրական արդյունքը, նրա սիրտը թռավ։ Երեխա։ Նոր կյանք, որը աճում էր իր ներսում։ Ընտանիքի, անվերապահ սիրո, վերսկսելու հնարավորություն։ Նա պատկերացրեց, թե ինչպես կլինի Ռուբենին պատմելը, ինչպես նա կարձագանքի, արդյոք դա կվերադարձներ այն մարդուն, ում նա սիրահարվել էր։ Ռուբենի արձագանքն անսպասելի էր։ Երբ Հելենան պատմեց ընթրիքի ժամանակ, որը նա պատրաստել էր ամբողջ սիրով, նա լուռ մնաց երկար վայրկյաններ։ Նա սպասում էր գրկախառնության, ուրախության արցունքների, հուզմունքի խոսքերի։ Փոխարենը, նա մեկ շնչով խմեց գինին, ասաց, որ պետք է խոսեն ժամանակի մասին։ Ժամանակի մասին։ Կարծես երեխան բիզնես նախագիծ լիներ, որը կարելի էր պլանավորել ըստ հարմարության։ Հաջորդ շաբաթներին Ռուբենը տատանվում էր ընդունման պահերի հիասթափության պոռթկումների մեջ։ Ասում էր, որ պատրաստ չէ, որ ընկերությունը դժվարություններ է ունենում, որ նա չի հասկանում այն ճնշումը, որի տակ ինքն է։ Հելենան փորձում էր հանգստացնել նրան, խոստանում էր, որ ամեն ինչի մասին կհոգա, որ նա կարիք չունի անհանգստանալու։ Բայց որքան շատ էր նա փորձում օգնել, այնքան շատ էր նա հեռանում։ Տան լարվածությունը շոշափելի էր։ Մարիամ տիկինը քայլում էր մատների ծայրերով, փորձելով անտեսանելի լինել։ Պարոն Արամը մեծացրել էր հսկողությունը, թե չգիտեր կոնկրետ ինչի համար։ Եվ Հելենան, այս ամենի մեջ, փորձում էր պահպանել կատարյալ կնոջ ապագա շողշողուն մոր կերպարը, մինչդեռ ներսից իրեն փլուզվող էր զգում։ Վեճերն ավելի հաճախակի դարձան։ Ռուբենը մեղադրում էր նրան, դիտավորյալ հղիանալու, իրեն կապելու, ընտանիքի փողերին հասանելիություն ունենալու համար։ Հելենան, ցնցված, փորձում էր պաշտպանվել, բայց նրա խոսքերը կարծես ընկնում էին խուլ ականջների։ Նա մեղադրում էր նրան ամեն ինչի համար, ընկերության խնդիրների, իր զգացած ճնշման, այն կյանքի համար, որը նա կարծում էր, որ կորցնում էր։ Նա, հղի հուզականորեն կործանված, այլս չգիտեր, ինչ անել կամ ասել։ Ջուլիան, անհանգստացած ընկերուհուց լուրերի բացակայությունից, որոշեց անսպասելիորեն հայտնվել։ Երբ հասավ առանձնատուն, նրան դիմավորեց Մարիամ տիկինը, ով նրան տարավ Հելենայի մոտ։ Տեսածը ցնցեց նրան։ Նրա ընկերուհին, միշտ այդքան կենսունակ արտահայտիչ, իր սեփական ստվերն էր թվում։ Չափազանց նիհար հղի կնոջ համար, խորը մուգ շրջանակներով աչքերի տակ, անփայլ մազերով։ Երբ փորձեց խոսել, Հելենան խուսափեց թեմայից, խոսեց մանկական սենյակի ձավորման, անունների մասին, որոնք քննարկում էր։ Բայց Ջուլիան հիմար չէր։ Նա տեսավ վախը ընկերուհու աչքերում, այն ձգ, թե ինչպես նա անընդհատ նայում էր դռանը, կարծես սպասում էր, որ ինչ-որ մեկը ցանկացած պահի կհայտնվի։
Մեկնելուց առաջ Ջուլիան բռնեց Հելենայի ձեռքերը ասաց. «Դու գիտես, որ կարող ես հույս դնել ինձ վրա, չէ՞»։ «Ամեն ինչում»։ Հելենան պարզապես գլխով արեց, աչքերը լցված, բայց ոչինչ չասաց։ Երբ Ջուլիան հեռացավ, կրծքավանդակում մի սեղմում զգաց, որը չէր կարողանում բացատրել։ Դոկտոր Էդուարդը, օգտագործելով իր կապերը իր սուր ինտուիցիան, սկսեց զուսպ հարցեր տալ։ Խոսեց ծանոթների հետ, ովքեր բիզնես էին անում Ռուբենի հետ, հետաքննեց Փեսայի ֆինանսական վիճակը, առանց կասկածներ առաջացնելու։ Ինչ հայտնաբերեց, անհանգստացրեց նրան։ Ընկերությունը լուրջ դժվարությունների մեջ էր, կային պարտքեր, որոնք Ռուբենը թաքցնում էր, ռիսկային ներդրումներ, որոնք ձախողվել էին։ Նրա վրա ճնշումը հսկայական էր, բայց դա չէր արդարացնում այն, ինչ Էդուարդը սկսում էր կասկածել։ Մի գիշեր դոկտոր Էդուարդը զանգահարեց իր դստերը։ Զրույցը կարճ էր, բայց նա ուղիղ հարց տվեց. «Դու երջանիկ ես, Հելենա»։ Հեռախոսի մյուս կողմում երկար լռություն տիրեց։ Այնուհետ նա պատասխանեց, ձայնով, որը փորձում էր ամուր լինել, բայց ձախողվեց. «Այո, հայրիկ։ Պարզապես հոգնած եմ հղիությունից»։ Նա ուզում էր հավատալ, բայց նրա բնազդը հակառակն էր ասում։ Առանձնատան ներսում իրավիճակը շարունակում էր վատթարանալ։ Ռուբենը սկսեց կասկածի տակ դնել Հելենայի յուրաքանչյուր որոշումը, յուրաքանչյուր ծախս, յուրաքանչյուր քայլ։ Նա տան ամբողջ տարածքում անվտանգության տեսախցիկներ էր տեղադրել, պնդելով, որ դա ընտանիքը պաշտպանելու համար է։ Հելենան իրեն հսկվող էր զգում, բանտարկված իր սեփական տանը։ Նա սկսեց դժվարությամբ քնել, մղձավանջներ, որոնք արթնացնում էին նրան գիշերվա կեսին, քրտնած վախեցած։ Մարիամ տիկինը մի կեսօր Հելենային լացելիս գտավ մանկական սենյակում։ Տնտեսուհին ոչինչ չասաց, պարզապես նստեց նրա կողքին, բռնեց նրա ձեռքը։ Այդ պարզ ժեստի մեջ ավելի շատ հարմարավետություն կար, քան Հելենան զգացել էր ամիսներ շարունակ։ Նա գրեթե բացվեց, գրեթե ամեն ինչ պատմեց, բայց հետո լսեց Ռուբենի քայլերը միջանցքում արագ հավաքվեց, սրբելով արցունքները հարկադրելով ժպտալ։ Հղիությունը առաջ էր գնում, դրա հետ մեկտեղ աճում էր Հելենայի հուսահատության զգացումը։ Նա մտածում էր, թե ինչպես կլինի երեխա բերել այդպիսի միջավայր, ինչպես կարող էր պաշտպանել նրան, եթե նույնիսկ ինքն իրեն չէր կարողանում պաշտպանել։ Մտածում էր հորից օգնություն խնդրելու մասին, բայց Ռուբենը միշտ վերահսկում էր նրա զանգերը, նրա կապերը։ Նա իրեն ավելի ու ավելի մեկուսացված, ավելի միայնակ, ավելի կորած էր զգում։ Դա հատկապես լարված գիշեր էր, երբ ամեն ինչ փոխվեց։ Հելենան չէր կարողանա ճշգրիտ նկարագրել, թե ինչ տեղի ունեցավ։ Նա հիշում էր բուռն վեճ, երկու կողմից էլ նետվող դաժան խոսքեր, հանկարծակի գլխապտույտ զգալը, ոտքերի թուլանալը։ Եվ հետո, խավար։ Երբ արթնացավ, գտնվում էր շատ սպիտակ լույսերով մի վայրում, շուրջը ձայներ, կրծքավանդակում մի սեղմում, որը ֆիզիկական չէր։ Մի քանի վայրկյան պահանջվեց, որ նա հասկանա, որ հիվանդանոցում է։ Այն, ինչ Հելենան չգիտեր այդ շփոթության ցավի պահին, այն էր, որ իր կյանքը պատրաստվում էր ամբողջությամբ փոխվել։ Որ այդ գիշերը կնշանավորեր մի փուլի ավարտի մեկ այլ ցավալի սկիզբը։ Որ անվտանգության տեսախցիկները, որոնք Ռուբենը տեղադրել էր նրան վերահսկելու համար, կդառնային նրա ազատագրումը։ Եվ որ երբեմն պետք է ամբողջությամբ ընկնել, սովորելու համար ավելի ուժեղ ոտքի կանգնել։ Պատմեք ինձ, թե ինչ կարծիք ունեք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես կավարտվի այն։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, Երանի ամենահայտնի հիվանդանոցներից մեկը, մի վայր էր, որը Հելենան գիտեր միայն անցնելիս։ Երբեք չէր պատկերացրել, որ այնտեղ կարթնանա, նեղ մահճակալին, շրջապատված մոնիտորներով, որոնք ռիթմիկ ձայներ էին արձակում, թարթող լույսեր։ Առաջին բանը, որ տեսավ, երբ բացեց աչքերը, հոր դեմքն էր, խորը անհանգստությամբ նշված, որը նա փորձում էր թաքցնել վերահսկվող արտահայտության հետում։ Դոկտոր Էդուարդը բռնել էր դստեր ձեռքը, այդ հպումով Հելենան զգաց ամբողջ տագնապը, որը նա կրում էր։ Հայրիկ, միակ բառն էր, որ կարողացավ շշնջալ, ձայնը թույլ խռպոտ։ Նա ավելի ամուր սեղմեց նրա ձեռքը, աչքերը փայլում էին զսպված արցունքներից։ Ես այստեղ եմ, աղջիկս։ Ես այստեղ եմ քո կողքից, չեմ հեռանա։ Հելենան փորձեց շարժվել, բայց որովայնում բութ ցավ զգաց։ Հենց այդ ժամանակ հիշողությունը եկավ, որպես կործանարար ալիք։ Երեխան։ Նրա աչքերը լայն բացվեցին խուճապից, ազատ ձեռքը բնազդաբար գնաց որովայնին։ Էդուարդի լռությունը ասաց այն ամենը, ինչ նա պետք է իմանար։ Նա դեմքը շրջեց կողքի, արցունքները անվերահսկելիորեն հոսում էին։
Բուժքույրը այդ պահին մտավ սենյակ, ստուգեց սարքերը, մի քանի նշում արեց։ Նա քնքշորեն խոսեց Հելենայի հետ, բացատրեց, որ նա պետք է հանգստանա, որ իր մարմինը շատ բան էր անցել։ Բայց Հելենան լավ չէր լսում։ Նրա միտքը կախված էր ցավի մեղքի հանգույցում։ Ինչպես էր թույլ տվել, որ ամեն ինչ հասնի այս կետին։ Ինչպես չէր նկատել, որ վտանգի մեջ է։ Ինչպես չէր պաշտպանել իր երեխային։ Դոկտոր Էդուարդը ժամեր շարունակ մահճակալի կողքին մնաց։ Նա դիտում էր դստերը քնած գունատ դեմքը հիվանդանոցի սպիտակ սավանների վրա, զգում էր զայրույթի ու անզորության խառնուրդ, որը երբեք չէր զգացել նախկինում։ Նա տասնամյակներ էր անցկացրել գործեր դատելով, օրենք կիրառելով, արդարություն պաշտպանելով։ Բայց ոչինչ նրան չէր պատրաստել իր սեփական դստերն այդ վիճակում տեսնելու համար։ Երբ Ռուբենը հայտնվեց սենյակի դռան մոտ, գունատ ակնհայտորեն շոկի մեջ, Էդուարդը ստիպված էր իրեն զսպել, որպեսզի չաներ մի բան, որի համար կզղջար։ Ռուբենը փորձեց ներս մտնել, բայց Էդուարդը արգելափակեց նրա ճանապարհը։ Հիմա ոչ, ասաց թոշակի անցած դատավորը, ձայնը ցածր, բայց լի իշխանությամբ։ Նախ պետք է խոսենք։ Նրանք դուրս եկան միջանցք, հեռու Հելենայի սենյակից։ Ռուբենը փորձեց բացատրել, ասաց, որ դա պատահար էր, որ Հելենան սայթաքել էր, որ ինքը չգիտեր ինչ անել։ Բայց նրա խոսքերը դատարկ էին թվում, փորձված։ Էդուարդը սովոր սուտ հայտնաբերելուն, պարզապես նրան նայեց մի արտահայտությամբ, որը ստիպեց Ռուբենին հետ քաշվել։ Սենյակում Հելենան արթնացավ միայնակ։ Հոր բացակայությունը նրան ավելի խոցելի դարձրեց։ Նա շուրջը նայեց, փորձելով մարսել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Բժիշկ մտավ, դոկտոր Աննան, 40 տարեկան մի կին, բարի աչքերով, հանգիստ ձայնով։ Նա խոսեց Հելենայի հետ, բացատրեց նրա վիճակը, ինչ էր պատահել, հաջորդ քայլերը։ Բայց նա հարցեր տվեց։ Հարցեր այն մասին, թե ինչպես էր նա ընկել տան միջավայրի մասին, այն մասին, թե արդյոք ուզում էր ուրիշ բան պատմել։ Հելենան հասկանում էր ենթատեքստը, բայց չէր կարողանում բառեր կազմել։ Դեռ ոչ։ Ջուլիան դոկտոր Էդուարդի զանգը ստացավ նույն գիշեր։ Նա աշխատանքային հանդիպման էր, երբ հեռախոսը զանգեց։ Տեսնելով նրա անունը էկրանին, նրա սիրտը թռավ։ Նա գիտեր, որ լուրջ բան էր պատահել։ Երբ Էդուարդը կարճ վերահսկվող ձով պատմեց Հելենայի վիճակի մասին, Ջուլիան զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նա չեղարկեց բոլոր պարտավորությունները, շտապեց հիվանդանոց։ Տեսնելով ընկերուհուն հիվանդանոցային մահճակալին, Ջուլիան չկարողացավ զսպել արցունքները։ Հելենան, մյուս կողմից, տարօրինակ կերպով հանգիստ էր, կարծես հուզականորեն անջատված լիներ։ Երկուսը ժամեր շարունակ խոսեցին, ամիսների մեջ առաջին անգամ Հելենան սկսեց բացվել։ Խոսեց մեկուսացման, դաժան խոսքերի, մշտական վախի մասին։ Ջուլիան լսեց ամեն ինչ, բռնելով ընկերուհու ձեռքը, խոստանալով, որ այսուհետ ամեն ինչ այլ կլինի։ Մինչդեռ, հիվանդանոցից դուրս, ինչ-որ բան էր կատարվում, որը կփոխեր ամեն ինչ։ Ընդունարանի աշխատակցուհին, Հելենայի փաստաթղթերը մշակելիս, ճանաչեց անունը։ Նա ուներ զարմուհի, ով տարիներ առաջ կարճ ժամանակով աշխատել էր Ռուբենի առանձնատանը, պատմություններ կային։ Շարժվելով հետաքրքրության անհանգստության խառնուրդով, նա դեպքի մասին պատմեց գործընկերուհուն։ Լուրը սկսեց շրջանառվել։ Ինչ-որ մեկը նշեց, որ առանձնատանը անվտանգության տեսախցիկներ կային։ Մեկ ուրիշը հիշեց, որ այդ տեսախցիկները երբեմն միացված էին ամպային պահուստային համակարգերին։ Մարիամ տիկինը, ով գտել էր Հելենային այդ սարսափելի գիշեր, զանգահարել էր շտապօգնություն, չէր կարողանում քնել։ Նա գիտեր, որ պատմության մեջ ավելին կար, քան պարզապես պատահար։ Տարիներ շարունակ այդ տանը աշխատելիս նա տեսել էր բաներ, լսել էր բաներ։ Եվ հիմա, Հելենայի հիվանդանոցում լինելու պայմաններում, նա զգում էր, որ պատասխանատվություն ունի։ Հենց այդ ժամանակ նա հիշեց տեսախցիկների մասին։ Ռուբենը մի քանիսը տեղադրել էր, անվտանգություն պատճառաբանելով։ Բայց Մարիամը գիտեր համակարգի գաղտնաբառը։ Նա տեսել էր, թե ինչպես էր Ռուբենը տասնյակ անգամներ մուտքագրում այն։ Քաջության մի ակտով, որը ինքն էլ չգիտեր, որ ուներ, Մարիամ տիկինը մուտք գործեց անվտանգության համակարգ։ Նա գտավ այդ գիշերվա ձայնագրությունները։ Տեսածը ցնցեց նրան, նույնիսկ եթե նա արդեն, ինչ-որ կերպ, գիտեր, թե ինչ էր գտնելու։ Նա տեսանյութը ձայնագրեց ըստ կրիչի վրա, որը պահում էր իր պայուսակում ընտանեկան լուսանկարների համար։ Նրա ձեռքերը դողում էին, մինչ նա դա անում էր։
Այնուհետ նա փնտրեց դոկտոր Էդուարդի հեռախոսահամարը, որը Հելենան նրան մի անգամ տվել էր արտակարգ իրավիճակի դեպքում։ Երբ Էդուարդը Մարիամի զանգը ստացավ, նա վերադառնում էր հիվանդանոց, տուն կարճատ այցելությունից հետո, լողանալու հագուստ փոխելու համար։ Տնտեսուհու ձայնը դողդոջուն էր, բայց վճռական։ Նա պատմեց տեսանյութի մասին, այն մասին, թե ինչ էր ականատես եղել ամիսների ընթացքում։ Էդուարդը խնդրեց նրան անմիջապես գալ հիվանդանոց։ Նա պետք է տեսներ այդ պատկերները։ Այն, ինչ Էդուարդը դիտեց Մարիամի նոութբուքի վրա, հիվանդանոցի առանձին սենյակում, հաստատեց իր ամենավատ մտավախությունները։ Պատկերները ցույց էին տալիս բուռն վեճ, ցույց էին տալիս լարվածությունը, անվերահսկելիությունը։ Դա այլ կերպ մեկնաբանելու հնարավորություն չկար։ Նա զգաց իր ներսում աճող զայրույթ, բայց նա պարզություն։ Նա գիտեր, թե կոնկրետ ինչ պետք է աներ։ Պարոն Արամը, անվտանգության աշխատակիցը, նույնպես չէր կարողանում խաղաղ մնալ։ Նա լսել էր այդ գիշերվա վեճերը, տեսել էր շտապօգնության մեքենայի ժամանումը։ Նա որոշեց նա Էդուարդին փնտրել։ Նրա վկայությունը վճռորոշ կլիներ։ Նա հաստատեց մշտական լարվածությունները, ճիչերը, այն գիշերները, երբ տունը հուզական մարտադաշտ էր թվում։ Հելենան, դեռ հիվանդանոցում, սկսեց այցելություններ ստանալ։ Բացի Ջուլիայից հորից, այլ մարդիկ էլ սկսեցին հայտնվել։ Համալսարանի հին պրոֆեսորուհի, ով կարդացել էր դեպքի մասին նախկին ուսանողների խմբում։ Հարանուհի, ով միշտ տարօրինակ բան էր նկատել, բայց երբեք չէր իմացել, ինչպես օգնել։ Յուրաքանչյուր այցելություն իր հետ բերում էր պատմություններ, աջակցություն, ուժ։ Հելենան սկսեց հասկանալ, որ այնքան միայնակ չէր, որքան պատկերացնում էր։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ տեղի ունեցավ մի անսպասելի բան։ Երիտասարդ մի կին հայտնվեց սենյակի դռան մոտ, երկմտելով։ Նա ներկայացավ որպես Կամիլա ասաց, որ պետք է խոսեր Հելենայի հետ։ Նրա թույլտվությամբ Կամիլան պատմեց իր պատմությունը։ Նա տարիներ առաջ աշխատել էր Ռուբենի ընկերությունում։ Նա մշտական հոգեբանական ահաբեկման, հանրային նվաստացումների էր ենթարկվել։ Երբ փորձեց բողոքել, նրան աշխատանքից ազատեցին սպառնացին։ Նա երբեք քաջություն չուներ շարունակելու, բայց հիմա, տեսնելով, թե ինչ էր պատահել Հելենայի հետ, նա զգաց, որ պետք է խոսի։ Կամիլայի պատմությունը պարզապես առաջինն էր։ Հաջորդ շաբաթներին այլ կանայք էլ սկսեցին հայտնվել։ Կար բռնի վարքագծի, մանիպուլյացիայի, իշխանության փողի օգտագործման հստակ օրինաչափություն լրացնելու համար։ Յուրաքանչյուր պատմություն տարբեր էր մանրամասներով, բայց էությունը նույնն էր։ Եվ նրանք բոլորը լրացվել էին վախից, ամոթից կամ աջակցության բացակայությունից։ Էդուարդը, օգտագործելով իր կապերը դատական համակարգում, սկսեց գործ կառուցել։ Նա կապ հաստատեց իր ծանոթ դատախազի, դոկտոր Մարինե Սարգսյանի հետ, մի փայլուն վճռական կնոջ, ով կարիերա էր ստեղծել, պաշտպանելով խոցելի մարդկանց գործերը։ Երբ Էդուարդը նրան ապացույցները ցույց տվեց, Մարինեն երկար րոպեներ լուռ մնաց։ Այնուհետ ասաց. «Արդարություն կլինի»։ Ռուբենը, մինչդեռ, փորձում էր վերահսկել վնասները։ Նա վարձեց լավագույն փաստաբաններին, որոնց փողով կարելի էր գնել։ Սկսեց զուսպ արշավ լրատվամիջոցներում, փորձելով ձևավորել պատմությունը։ Բայց տեսանյութը արտահոսեց։ Ոչ ոք երբեք չիմացավ, թե կոնկրետ ինչպես, բայց ժամերի ընթացքում այն շրջանառվում էր WhatsApp խմբերում, ապա սոցիալական ցանցերում։ Արձագանքը պայթուցիկ էր։ Ցույցեր սկսեցին կազմակերպվել հիվանդանոցի դիմաց։ Բոլոր տարիքի կանայք, պաստառներ, մոմեր, ծաղիկներ գրելով։ Նրանք երգում էին, լացում, գրկախառնվում։ Շարժումը արագ աճեց։ Հեշթեգերը տարածվեցին։ Հելենայի պատմությունը հասարակության մեջ բացահայտ նյարդ շոշափեց։ Շատ կանայք նրա մեջ տեսնում էին իրենց սեփական պատմությունները, իրենց սեփական լռեցված ցավերը։ Հելենան, դեռ ֆիզիկապես թուլացած, բայց հուզականորեն ուժեղանալ սկսած, որոշում կայացրեց։ Նա հրապարակայնորեն կխոսեր։ Իր հոր վարձած փաստաբանների խորհուրդներին հակառակ, այն վախին հակառակ, որը նա դեռ զգում էր, նա որոշեց, որ իր ձայնը պետք է լսվի։ Ոչ միայն իր, այլ բոլոր այն կանանց համար, ովքեր չէին կարող խոսել։ Հարցազրույցը, որը նա տվեց դեռ հիվանդանոցային մահճակալից, դիտեցին միլիոնավոր մարդիկ։ Նա խոսեց հանգիստ, արժանապատվորեն, առանց հիստերիկ մեղադրանքների կամ դրամատիզացիաների։ Պարզապես պատմեց ճշմարտությունը։
Խոսեց այն մասին, թե ինչպես սերը վերածվեց վերահսկողության, ինչպես իր ձայնը աստիճանաբար լռեցվեց, ինչպես նա դարձավ իր սեփական կյանքի գերուհին։ Եվ խոսեց իր երեխային կորցնելու ցավի մասին, մի ցավ, որը ոչ մի բառ չէր կարող լիովին նկարագրել։ Ազդեցությունն անմիջական էր։ Ռուբենի ընկերությունը սկսեց կորցնել պայմանագրեր։ Ներդրողները հեռացան։ Գործընկերները խզեցին հարաբերությունները։ Կայսրությունը, որը սերունդներ էր պահանջել կառուցելու համար, սկսեց փլուզվել շաբաթների ընթացքում։ Ռուբենի ընտանիքը փորձեց միջամտել, բայց հասարակական կարծիքը ճնշող էր։ Նրան հետանքներից պաշտպանելու հնարավորություն չկար։ Պաշտոնական հետաքննությունը արագ էր։ Տեսանյութով, Մարիամի Արամի վկայություններով, մյուս կանանց ցուցմունքներով ավելի քան բավարար ապացույցներ կային։ Դատախազությունը պաշտոնական մեղադրանք ներկայացրեց։ Ռուբենը գդատվեր։ Հելենան հիվանդանոցից դուրս գրվեց իր հոսպիտալացումից 6 շաբաթ անց։ Երբ դուրս եկավ, ամփոխ էր սպասում նրան։ Ոչ թե նրա անձնական կյանքը խախտելու կամ ինտրուզիվ լուսանկարներ անելու համար, այլ աջակցություն ցուցաբերելու համար։ Կային բոլոր տարիքի, բոլոր սոցիալական խավերի կանայք։ Ոմանք պարզապես ձեռք էին թափում, ուրիշներն արցունքներ էին թափում, շատերը պաստառներ էին բռնել, ուժի հույսի ուղերձներով։ Ջուլիան Հելենայի կողքին էր, ինչպես նա դոկտոր Էդուարդը։ Մարիամ տիկինը նույնպես այնտեղ էր Ռուբենի կողմից աշխատանքից ազատվելուց հետո, բայց հիմա աշխատում էր մի հիմնադրամում, որը Հելենան սկսել էր պլանավորել։ Պարոն Արամը տվել էր իր պաշտոնական վկայությունը, դարձել էր տղամարդկանց ընտանեկան բռնության դեմ շարժման կարևոր ձայնը, որը սկսել էր ուժ ստանալ։ Հելենան վերադարձավ հոր տուն, ոչ թե առանձնատուն։ Նա այլևս երբեք չէր ուզում ոտք դնել այդ վայրում։ Էդուարդի տունը ավելի համեստ, բայց լի սիրով լավ հիշողություններով դարձավ նրա ապաստանը։ Այնտեղ շրջապատված մոր լուսանկարներով, իր սիրելի գրքերով, հոր մշտական ներկայությամբ, Հելենան դանդաղորեն սկսեց ապաքինվել։ Օրերը դժվար էին։ Նա արթնանում էր գիշերվա կեսին մղձավանջներից։ Ուներ խորը տխրության պահեր, երբ մտածում էր այն որդու մասին, ում երբեք չէր ճանաչի։ Բայց կային նա լույսի պահեր։ Երբ Ջուլիան այցելում էր նրան, նրանք ծիծաղում էին, ինչպես նախկինում։ Երբ նամակներ էր ստանում կանանցից, շնորհակալություն հայտնելով իր քաջության համար։ Երբ հայրը գրկում էր նրան ասում, որ նա ամենաուժեղ մարդն է, ում նա ճանաչում էր։ Դատավարության նախապատրաստությունը ինտենսիվ էր։ Դատախազ Մարինեն անխոնջ աշխատում էր, կառուցելով ամուր գործ։ Հելենան ստիպված էր վերապրել ցավալի պահեր, պատասխանել դժվար հարցերի, դիմակայել իր սեփական խոցելիություններին։ Բայց նա միայնակ չէր։ Կար աջակցության ամբողջ թիմ, ներառյալ մասնագիտացված հոգեբան, ով օգնում էր նրան մարսել տրավման։ Ռուբենը, մյուս կողմից, մեկուսացված էր։ Նրա ընկերները լքել էին նրան։ Նրա ընտանիքը, թե դեռ փորձում էր պաշտպանել ընտանիքի անունը, հեռու էր մնում։ Նրա փաստաբանները անում էին հնարավորը, բայց նույնիսկ նրանք գիտեին, որ գործը գործնականում կորցրած էր։ Ապացույցներն անհերքելի էին։ Հելենան սկսեց աշխատել այն հիմնադրամի վրա, որը երազում էր ստեղծել։ Դա կլիներ հուզականորեն խոցելի իրավիճակներում գտնվող կանանց աջակցության կենտրոն։ Մի վայր, որտեղ նրանք կարող էին գտնել իրավական, հոգեբանական, ֆինանսական օգնություն։ Մի վայր, որտեղ նրանց ձայները կլսվեին, կվավերացվեին։ Անունը կլիներ ի պատիվ այն դստեր, ում նա կորցրել էր։ Յուրաքանչյուր կին, ում այնտեղ կօգնեին, կլիներ այդ կյանքը հարգելու միծ, որը երբեք հնարավորություն չունեցավ ծաղկելու։ Կամիլան, առաջին կինը, ով դիմել էր Հելենային հիվանդանոցում, դարձավ նրա գործընկերը նախագծում։ Միասին նրանք սկսեցին ստալ երազանքին։ Այլ կանայք էլ միացան։ Փաստաբաններ, ովքեր առաջարկեցին իրենց ժամանակը, հոգեբաններ, ովքեր հրաժարվեցին հոնորարներից, գործարար կանայք, ովքեր ֆինանսական միջոցներ նվիրաբերեցին։ Շարժում էր ծնվում, Հելենան դրա կենտրոնում էր, ոչ թե որպես զոհ, այլ որպես փոփոխության շարժիչ ուժ։ Դատավարությունը մոտենում էր, դրա հետ մեկտեղ անհանգստության հույսի խառնուրդ։ Հելենան գիտեր, որ դա կլինի իր կյանքի ամենադժվար պահերից մեկը։ Նա ստիպված կլիներ նորից տեսնել Ռուբենին, դիմակայել նրա փաստաբաններին, վերապրել ամենավատ պահերը։ Բայց նա գիտեր, որ դա անհրաժեշտ էր։ Ոչ միայն իր, այլ բոլոր այն կանանց համար, ովքեր կգային իրենից հետո։ Մի գիշեր, նստած հոր տան պատշգամբում, դիտելով աստղերը, Հելենան մտածում էր այն ամենի մասին, ինչի միջով անցել էր։
Մի քանի ամիս առաջ նա բանտարկված, լռեցված, անձայն կին էր։ Հիմա, նույնիսկ ամբողջ ցավով, նույնիսկ անուղղելի կորստով, նա զգում էր մի ազատություն, որը երբեք չէր զգացել նախկինում։ Ազատություն լինելու այն, ով ինքն իսկապես էր, խոսելու իր ճշմարտությունը, ընտրելու իր սեփական ճանապարհը։ Եվ թե արջում ընկած ճանապարհը դեռ անորոշ էր, հնարավոր է դժվար, նա գիտեր, որ այլս միայնակ չէ։ Երանի դատական պալատը անճանաչելի էր սեպտեմբերյան այդ առավոտյան։ Շենքի շուրջ տեղադրվել էին անվտանգության արգելապատնեշներ, տասնյակ լրագրողներ պայքարում էին իրենց տեսախցիկների համար, լավագույն անկյունների համար։ Դրսում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, նրանցից շատերը կանայք, ովքեր գործին հետել էին ի սկզբանե։ Նրանք ծաղիկներ, պաստառներ, մոմեր էին կրում։ Հարգալից լռությունը հակադրվում էր պահի մեծությանը։ Բոլորը գիտեին, որ այդ դատավարությունը դուրս էր անհատական գործի շրջանակներից։ Դա ճանաչման, արդարության, փոփոխության մասին էր։ Հելենան ժամանեց ուղեկցությամբ հոր Ջուլիայի Մարիամ տիկնոջ, ով դարձել էր ոչ միայն նախկին աշխատակից, այլ այժմ իսկական ընկեր հիմնարար վկա։ Երբ նա դուրս եկավ մեքենայից, մարդկանց ծովը հարգալից բացվեց։ Ոմանք լացում էին, ուրիշները լուռ ձեռք էին թափում։ Հելենան կրում էր պարզ մուգ կապույտ զգեստ, մազերը հավաքած, առանց զարդերի, բացի մի փոքր շղթայից, որը մորն էր պատկանել։ Նա ուզում էր, որ իր վկայությունը խոսեր ինքնին, առանց շեղումների։ Մտնելով դատարան, նա զգաց պահի ծանրությունը։ Այդ միջանցքները տեսել էին իր հորը տասնամյակներ շարունակ անցնելիս, օրենք կիրառելով, արդարություն պաշտպանելով։ Հիմա նա էր, ով արդարություն էր փնտրում, հեգնանքը աննկատ չմնաց։ Էդուարդը քայլում էր դստեր կողքին, նրա ներկայությունը լուռ, բայց հզոր էր։ Նա չէր կարող լինել գործի առաջին գծում, բայց նրա բարոյական ազդեցությունն անհերքելի էր։ Ռուբենն արդեն դատական դահլիճում էր, երբ Հելենան մտավ։ Նա նրան մի հայացքով տեսավ, նստած իր փաստաբանների միջ, դեմքը ավելի նիհար, կեցվածքը լարված։ Նա մեկ վայրկյան նայեց նրան, այդ հայացքում կար մի բան, որը նա չկարողացավ լիովին վերծանել։ Զղջում։ Զայրույթ։ Վա։ Հնարավոր է, այս ամենը միասին։ Նա հայացքը շեղեց, կենտրոնացավ այն ամենի վրա, ինչ պետք է լիներ։ Գործը նախագահող դատավորը, դոկտոր Բեատրիս Հովհաննիսյանը, հայտնի էր իր լրջությամբ, անաչառությամբ։ 50 տարեկան մի կին, գեղեցիկ հավաքված մոխրագույն մազերով, նա հեղինակությամբ ղեկավարեց դահլիճը, հենց որ ներս մտավ։ Լռությունն անմիջական էր։ Նա բացատրեց կանոնները, ընթացակարգերը, սկսեց դատավարությունը։ Դատախազ Մարինե Սարգսյանը իր բացման խոսքը վարպետորեն արեց։ Ամուր ձայնով, բայց առանց անհարկի դրամատիզացիաների, նա նկարագրեց գործը։ Խոսեց վարքագծի օրինաչափության, ապացույցների, վկաների մասին։ Ցույց տվեց տեսանյութը, որն արդեն լայնորեն տարածվել էր, բայց որը, այնուամենայնիվ, դահլիճում շշուկներ առաջացրեց։ Խոսեց հետանքների մասին ոչ միայն Հելենայի, այլ նրա երբեք չծնված երեխայի համար։ Եվ ավարտեց ասելով. Սա միայն մի գործ չէ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ մի գիշեր։ Սա այն մասին է, թե ինչ տեղի ունեցավ հազարավոր գիշերների ընթացքում, տարիներ շարունակ։ Պաշտպանության փաստաբանները, թանկարժեք փորձառու թիմ, փորձեցին այլ պատմություն կառուցել։ Խոսեցին Ռուբենի արժ ծառացած բիզնես ճնշման, չախտորոշված հոգեկան առողջության խնդիրների, ամուսնական հարաբերությունների բարդության մասին։ Փորձեցին նվազագույնի հասցնել, արդարացնել, հարաբերականացնել։ Բայց նրանց խոսքերը դատարկ էին թվում ապացույցների առջ։ Դատավարության առաջին օրը հիմնականում նվիրված էր բացման ելույթներին, առաջին ցուցմունքներին։ Մարիամ տիկինը կանչվեց։ Ձեռքերը թեթակի դողում էին, նա պատմեց այն, ինչ տեսել էր։ Խոսեց այն մասին, թե ինչպես էր Հելենան փոխվել ամիսների ընթացքում, ինչպես էր տան միջավայրը դարձել լարված ճնշող։ Նկարագրեց դեպքի գիշերը, երբ գտել էր Հելենային անգիտակից վիճակում անմիջապես զանգահարել շտապօգնություն։ Պաշտպանության փաստաբանների հարցաքննության ժամանակ նա ամուր մնաց։ Այո, նա վստահ էր, թե ինչ էր տեսել։ Ոչ, նա ոչինչ չուներ ստելով շահելու։ Նա այնտեղ էր, որովհետև դա ճիշտ էր։ Պարոն Արամը հաջորդն էր։ Նա հաստատեց հաճախակի վեճեր լսելը, նկարագրեց լարվածությունը, որը զգում էր գույքի անվտանգությունն ապահովելիս։ Խոսեց այն մասին, թե ինչպես Հելենան ավելի ու ավելի էր հետ քաշվում, ինչպես էր խուսափում աչքի կոնտակտից, ինչպես էր միշտ զգոն, միշտ լարված։
Ռուբենի փաստաբանները փորձեցին նրան վարկաբեկել կասկածի տակ դնելով նրա որպես արտաքին դիտորդի դիրքը, բայց Արամը չվախեցավ։ Նա գիտեր, թե ինչ էր տեսել-լսել։ Կամիլան, նախկին աշխատակցուհին, ով առաջինն էր դիմել Հելենային, նույնպես վկայեց։ Նրա ցուցմունքը գործին լրացուցիչ հարթություն հաղորդեց։ Նա խոսեց Ռուբենի աշխատավայրում բռնի վարքագծի օրինաչափության մասին, այն մասին, թե ինչպես էր նա օգտագործում իր իշխանական դիրքը, վախեցնելու վերահսկելու համար։ Այլ նախկին աշխատակիցներ հաստատեցին նմանատիպ պատմություններ։ Հստակ օրինաչափություն էր ի հայտ գալիս, Ռուբենը ոչ միայն խնդրահարույց ամուսին էր, այլ մեկը, ով բռնի վարքագծի հետողական պատմություն ուներ բազմաթիվ համատեքստերում։ Երկրորդ օրը Հելենայի հերթն էր վկայելու։ Այն պահը, որից նա այդքան վախենում էր, միաժամանակ գիտեր, որ անհրաժեշտ է։ Երբ նրա անունը կանչվեց, նա վեր կացավ, քայլեց դահլիճի առջ երդվեց։ Նրա ձայնը ամուր էր, բայց ձեռքերը թեթակի դողում էին։ Դատախազ Մարինեն զգայունությամբ վարեց նախնական հարցաքննությունը, թույլ տալով Հելենային պատմել իր պատմությունը իր սեփական խոսքերով։ Հելենան սկսեց սկզբից։ Խոսեց այն մասին, թե ինչպես էր ճանաչել Ռուբենին, սիրավեպի մասին, այն մասին, թե ինչպես էր նա թվում կատարյալ տղամարդ։ Նկարագրեց աստիճանական փոփոխությունը ամուսնությունից հետո, փոքր քննադատությունները, որոնք դարձան մշտական նվաստացումներ, աստիճանական մեկուսացումը։ Խոսեց հղիության մասին, այն մասին, թե ինչպես այդ լուրը, որը պետք է ուրախ լիներ, դարձավ լարվածությանս մեկ կետ։ Նկարագրեց մշտական վախը, ապակու վրա քայլելու զգացումը, երբեք չիմանալը, թե ինչը կառաջացնի զայրույթի հաջորդ պոռթկումը։ Երբ Մարինեն հարցրեց դեպքի գիշերվա մասին, Հելենան դադարեց։ Նա մի պահ փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, ապա պատմեց։ Նկարագրեց վեճը, դաժան խոսքերը, այն պահը, երբ զգաց, որ ինչ-որ բան սարսափելի սխալ է իր մարմնի հետ։ Խոսեց հիվանդանոցում արթնանալու հասկանալու մասին, որ կորցրել է իր երեխային։ Նրա ձայնը թուլացավ այս կետում, արցունքներ սկսեցին հոսել, բայց նա շարունակեց։ Նա պետք է ավարտեր։ Նա պետք է, որ իր պատմությունը լիովին լսվեր։ Ռուբենի փաստաբաններն ավելի ագրեսիվ էին հակահարցաքննության ժամանակ, բայց դատավոր Բեատրիսը նրանց վերահսկողության տակ պահեց։ Նրանք փորձեցին կասկածի տակ դնել Հելենայի հիշողությունները, առաջարկել, որ նա կարող էր չափազանցնել կամ սխալ մեկնաբանել իրադարձությունները։ Բայց Հելենան մնաց հետողական։ Նա ազատորեն խոստովանեց, երբ ինչ-որ բանում վստահ չէր, ինչը պարադոքսալ կերպով ավելի մեծ հավաստիություն հաղորդեց նրա վկայությանը։ Նա չէր փորձում կատարյալ պատմություն ստեղծել, նա պարզապես պատմում էր իր ճշմարտությունը։ Երբ Հելենան ավարտեց վերադարձավ իր տեղը, նա անսահման թեթություն զգաց։ Ոչ թե այն պատճառով, որ ավարտվեց, այլ այն պատճառով, որ վերջապես ասել էր այն ամենը, ինչ պետք է ասեր։ Ջուլիան սեղմեց նրա ձեռքը, Մարիամ տիկինը նրան թաշկինակ առաջարկեց, դոկտոր Էդուարդը նրան նայեց աչքերում խորը հպարտությամբ։ Հաջորդ օրերին այլ մասնագետներ վկայեցին։ Տրավմայի հարցերով մասնագիտացված հոգեբանը բացատրեց բռնի վարքագծի օրինաչափությունը, դրա հոգեբանական հետանքները։ Բժիշկը խոսեց Հելենայի վնասվածքների հղիության կորստի պատճառի մասին։ Տեխնոլոգիական մասնագետը բացատրեց տեսախցիկների համակարգը, վավերացրեց տեսանյութը, որը դարձել էր գործի կենտրոնական մասը։ Ռուբենը չցանկացավ վկայել, օգտագործելով լռելու իր իրավունքը։ Նրա փաստաբանները պնդում էին, որ նա հուզականորեն անկարող է, որ դատավարությունը չափազանց տրավմատիկ է։ Բայց այս որոշումը շատերի կողմից դիտվեց որպես մեղքի լուռ ընդունում։ Եթե նա իսկապես թաքցնելու ոչինչ չուներ, ինչու՞ չէր պաշտպանում փաստերի իր սեփական տարբերակը։ Եզրափակիչ ելույթները տեղի ունեցան անձրոտ ուրբաթ օրը։ Դատախազ Մարինեն հզոր ելույթ ունեցավ, միավորելով ապացույցների բոլոր կտորները, ցույց տալով հստակ, անհերքելի օրինաչափությունը։ Նա վրեժ չէր խնդրում, այլ արդարություն։ Արդարություն Հելենայի, Ռուբենի ձեռքերից տուժած բոլոր կանանց երբեք չծնված երեխայի հիշատակի համար։ Երբ նա ավարտեց, դահլիճում շատերի աչքերում արցունքներ կային։ Պաշտպանությունը արեց իր լավագույնը, բայց դա կորցրած մարդ էր։ Նրանք դիմեցին կարեկցանքին, խոսեցին փրկագնման, երկրորդ հնարավորությունների մասին։ Բայց նույնիսկ մինչ նրանք խոսում էին, պարզ էր, որ նրանց խոսքերը դատարկ էին թվում ապացույցների ծանրության դիմաց։ Դատավոր Բեատրիսը հայտարարեց, որ իր վճիռը կկայացնի հաջորդ երկուշաբթի։ Հետագա հանգստյան օրերը Հելենայի կյանքի ամենաերկարներից մեկն էին։
Նա փորձում էր զբաղված մնալ, աշխատում էր հիմնադրամի պլանների վրա, ժամանակ էր անցկացնում հոր Ջուլիայի հետ։ Բայց անհանգստությունը մշտական էր, կրծքավանդակում մի ճնշում, որը չէր անհետանում։ Երկուշաբթի օրը դատարանն ավելի շատ էր լցված։ Մարդիկ ժամեր առաջ էին եկել, տեղ ապահովելու համար։ Երբ դատավոր Բեատրիսը ներս մտավ, լռությունն ամբողջական էր։ Նա սկսեց կարդալ գործի, ապացույցների, վկայությունների մանրամասն վերլուծություն։ Դատեց գրեթե 1 ժամ, որի ընթացքում ժամանակը կարծես ձգվում էր։ Վերջապես, նա հասավ վճռին։ Ռուբենը մեղավոր ճանաչվեց բոլոր մեղադրանքներով։ Դահլիճը պայթեց արձագանքներով։ Ոմանք լացում էին թեթությունից, ուրիշները ծափահարում էին, մինչ դատավորը նրանց լռեցնում էր։ Ռուբենը գլուխը կախեց, ուսերը թեքվեցին։ Առաջին անգամ դատավարության սկզբից ի վեր նա իսկապես կոտրված էր թվում։ Դատավճիռը հաջորդեց։ 20 տարի փակ ռեժիմով, առանց անմիջական բողոքարկման հնարավորության։ Դատավորը բացատրեց իր որոշումը, ապացույցները հստակ էին, վարքագծի օրինաչափությունն անհերքելի էր, հետանքները կործանարար էին։ Նա հրամայեց, որ Ռուբենը զգալի փոխհատուցում վճարի Հելենային, թե բոլորը գիտեին, որ ոչ մի գումար չէր կարող փոխհատուցել այն, ինչ նա կորցրել էր։ Երբ Հելենան դուրս եկավ դատարանից, դրսի ամբոխը հարգալից լռության մեջ էր։ Այնուհետ, դանդաղորեն, ծափահարությունները սկսվեցին։ Դրանք տոնակատարության ծափահարություններ չէին, այլ ճանաչման, համերաշխության, հույսի։ Հելենան կանգնեց դատարանի աստիճաններին, նայեց այդ հարյուրավոր դեմքերին, զգաց մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել, հույս ապագայի հանդեպ։ Մամուլը հարցազրույցներ էր ուզում, բայց Հելենան խնդրեց գաղտնիություն։ Նա ավելի ուշ գրավոր հայտարարություն կաներ։ Այս պահին նա պարզապես ուզում էր տուն վերադառնալ, գրկել հորը մարսել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Այդ գիշեր, դոկտոր Էդուարդի տանը, մի փոքր խումբ հավաքվեց։ Ջուլիան այնտեղ էր, ինչպես նա Մարիամ տիկինը, պարոն Արամը։ Կամիլան մյուս կանանցից մի քանիսը, ովքեր վկայել էին, նույնպես եկել էին։ Դա ավանդական իմաստով տոնակատարություն չէր։ Դա ավելի շուտ կոլեկտիվ ճանաչման, համատեղ ապաքինման պահ էր։ Մարիամ տիկինը բերեց մի պարզ տորտ, որը ինքն էր պատրաստել։ Ջուլիան գինի հյութ բերեց։ Նրանք ժամեր շարունակ խոսեցին, ոչ միայն դատավարության, այլ ապագայի մասին։ Հիմնադրամի մասին, որը Հելենան ստեղծում էր, այն մասին, թե ինչպես կարող էին օգնել այլ կանանց, այն փոփոխությունների մասին, որոնք հույս ունեին տեսնել հասարակության մեջ։ Դոկտոր Էդուարդը, սովորաբար զուսպ, կենաց բաժակ բարձրացրեց։ Նա խոսեց քաջության, արդարության, այն մասին, թե ինչպես իր դուստրը ցույց էր տվել մի ուժ, որը ինքն էլ չգիտեր, որ նա ուներ։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էր հպարտ, ոչ միայն դատավարության արդյունքից, այլ այն կնոջից, ում նա դարձել էր այդ ամբողջ փորձության միջով։ Հելենան, լսելով հոր խոսքերը, նորից արցունքներ զգաց։ Բայց այս անգամ դրանք այլ արցունքներ էին։ Ոչ թե ցավի կամ տխրության, այլ երախտագիտության։ Երախտագիտություն կենդանի լինելու, իրեն սիրող մարդիկ ունենալու, իր ցավը նշանակալի բանի վերածելու հնարավորություն ունենալու համար։ Ավելի ուշ, երբ բոլորն արդեն հեռացել էին տունը լուռ էր, Հելենան նստեց այգում, որը մայրն այդքան էր սիրում։ Աստղերը փայլում էին Երանի երկնքում, հազվադեպ տեսարան մշտապես լուսավոր մեգապոլիսում։ Նա մտածեց կորցրած որդու մասին, պատկերացրեց, թե ինչպիսին կլիներ նա, ինչ տեսակի մարդ կդառնար։ Եվ լուռ խոստում տվեց։ Նա կապրեր մի կյանք, որը կպատվեր այդ հիշատակը, որը փոփոխություն կմտցներ, որը կօգներ կանխել, որ այլ կանայք անցնեն այն ամենի միջով, ինչ նա անցավ։ Ճանապարհը դեռ երկար կլիներ։ Տրավման մեկ գիշերում չէր անհետանա։ Կլինեին դժվար օրեր, կասկածի պահեր, սպիներ, որոնք ժամանակ կպահանջեին ապաքինվելու համար։ Բայց նա այլս միայնակ չէր։ Նա ուներ աջակցության ցանց, նպատակ, ամենակարևորը, նա վերադարձրել էր իր սեփական ձայնը։ Եվ այդ ձայնը, որը այդքան երկար լռեցված էր եղել, այժմ կօգտագործվեր, օգնելու ուրիշներին գտնել իրենցը։ Աստղերին նայելիս Հելենան զգաց մի խաղաղություն, որը երկար ժամանակ չէր զգացել։ Ամենավատը անցել էր։ Դատավարությունն ավարտվել էր։ Եվ թե սպիները կմնային, նա գիտեր, որ ապաքինման ճանապարհին է։ Մեկ քայլով մեկ անգամ, մեկ օրով մեկ անգամ, նա վերակառուցում էր իր կյանքը։ Եվ այս անգամ դա կլիներ իր սեփական պայմաններով։ 6 ամիս էր անցել դատավարությունից։ Երանում ամառ էր, այն ուժեղ շոկը, որը քաղաքը թրթռում էր յուրահատուկ էներգիայով։
Հելենան մեքենայի հետի նստարանին էր, պատուհանից դիտելով մարդաշատ փողոցները։ Նա վերադառնում էր ճարտարապետների դիզայներների հետ հանդիպումից։ Հիմնադրամը վերջապես թղթից դուրս էր գալիս դառնում ֆիզիկական իրականություն։ 3 հարկանիշ ենք արաբկիրում, հատուկ վերանորոգված դառնալու հարմարավետ ֆունկցիոնալ տարածք։ Մի վայր, որտեղ դժվար իրավիճակներում գտնվող կանայք կարող էին գտնել աջակցություն, ուղղորդում, ամենից առաջ հույս։ Շենքը նվիրաբերվել էր մի գործարար կնոջ կողմից, ով հետել էր Հելենայի գործին խորապես նույնացել նրա պատմության հետ։ Այլ նվիրատվություններ էին եկել ամբողջ երկրից։ Ոմանք մեծ էին, ընկերություններից հայտնի անձանցից։ Ուրիշները փոքր էին, 5 դրամ այստեղ, 10 այնտեղ, սովորական մարդկանցից, ովքեր ուզում էին ինչ-որ կերպ նպաստել։ Հելենայի համար յուրաքանչյուր նվիրատվություն, անկախ արժեքից, համերաշխություն էր ներկայացնում, փոփոխություն էր ներկայացնում։ Երբ հասավ տեղ, տեսավ Կամիլային արդեն մուտքի մոտ սպասելիս։ Կամիլան դարձել էր հիմնադրամի գործառնական համակարգողը, պատասխանատու առօրյայի թիմի կառավարման, սպասարկման արձանագրությունների համար։ Այն, ինչ սկսվել էր որպես ցավով կապված կապ, վերածվել էր ամուր արդյունավետ համագործակցության։ Երկու կանայք գրկախառնվեցին, Հելենան կարողացավ տեսնել ընկերուհու աչքերի փայլը։ Նորություններ ունենք, ասաց Կամիլան, հազիվ զսպելով իր ոգորությունը։ Շենքի ներսում, որն արդեն վերանորոգման վերջին փուլում էր, կամավորների թիմը ջանասիրաբար աշխատում էր։ Հոգեբաններ, ովքեր առաջարկել էին անվճար խորհրդատվություն տրամադրել շաբաթական մի քանի ժամ։ Ընտանեկան իրավունքի հարակից հարցերի մասնագիտացված փաստաբաններ։ Փորձառու սոցիալական աշխատողներ։ Բժիշկ, ով կանոնավոր հերթապահություններ կաներ։ Կար նա տարածք մասնագիտական վերապատրաստման դասընթացների համար, օգնելու կանանց վերականգնել իրենց ֆինանսական անկախությունը։ Կամիլան Հելենային տարավ երկրորդ հարկ, որտեղ կահավորվում էր գրադարանը, հանդիպումների սենյակը։ Գլխավոր պատին, որը դեռ կառուցվում էր, ցուցանակ կլիներ։ Հելենան անձամբ էր ընտրել, թե ինչ կգրվեր այնտեղ, ի հիշատակ Սոֆիի բոլոր այն կյանքերի, որոնք արժանի են լիարժեք ապրելու։ Սոֆին այն անունն էր, որը Հելենան ընտրել էր իր դստեր համար։ Այդ անունն արտասանելը դեռ ցավ էր պատճառում, բայց այժմ դա այլ ցավ էր։ Դա մի ցավ էր, որը ուղեկցվում էր նպատակով, իմաստով։ Ջուլիան շուտով ժամանեց, բերելով սուրճ բուտերբրոդներ բոլորի համար։ Նա դարձել էր նախագծի մշտական մասնակից, օգտագործելով իր հաղորդակցման մարքեթինգային հմտությունները, օգնելու հիմնադրամին հասնել ավելի շատ մարդկանց։ Նա համակարգում էր սոցիալական ցանցերը, կազմակերպում իրազեկման արշավներ, կապ էր հաստատում մամուլի հետ։ Տեսնելով, թե ինչպես էր իր լավագույն ընկերուհին ցավը վերածում գործողության, նրան ոգեշնչում էր ամեն օր։ Իմպրովիզացված ճաշի ընթացքում, նստած փայտե արկղերի վրա, որոնք դեռ սպասում էին համապատասխան կահույքով փոխարինվելուն, 3 կանայք խոսեցին ժամանակացույցի մասին։ Բացումը նշանակված էր 2 ամսից։ Դա կլիներ պարզ միջոցառում, առանց չափազանց շքեղության։ Հելենան լուսարձակներ չէր ուզում, նա ուզում էր ֆունկցիոնալություն։ Կարևորն այն էր, որ տարածքը պատրաստ լիներ ընդունելու առաջին կանանց, ովքեր օգնության կարիք կունենային։ Մարիամ տիկինը նույնպես դարձել էր հիմնադրամի թիմի անդամ։ Նա պատասխանատու կլիներ վարչական մասի, ռեսուրսների կառավարման, նյութերի պահեստի վերահսկման համար։ Նրա գործնական գիտելիքները, մանրուքների նկատմամբ ուշադրությունը, անխոնջ նվիրումը նրան դարձնում էին հիմնարար մաս։ Բացի այդ, նրա ներկայությունը շարունակականության զգացում էր բերում։ Նա, ով ականատես էր եղել Հելենայի ամենավատ պահին, այժմ ականատես էր լինում նրա վերակառուցմանը։ Պարոն Արամը, թե դեռ աշխատում էր որպես անվտանգության աշխատակից այլ վայրում, կամավորել էր հիմնադրամի անվտանգության թիմին մարզելու համար։ Բայց նրա դերը դրանից ավելին էր։ Նա դարձել էր ակտիվ ձայն, տղամարդկության պատասխանատվության մասին զրույցներում։ Մասնակցում էր դասախոսությունների, խոսում էր դպրոցներում, փորձում էր տղամարդկանց կրթել բռնի վարքագիծը ճանաչելու, դրա դեմ պայքարելու կարողության մասին։ Նրա լուր դիտորդից ակտիվ ակտիվիստի վերափոխումը ամենահոգեշնչող պատմություններից մեկն էր, որը ծագել էր այդ ամբողջ ողբերգությունից։ Դոկտոր Էդուարդը իր հերթին օգտագործել էր իր կապերը ապահովելու համար, որ հիմնադրամն ունենա անհրաժեշտ իրավական ինստիտուցիոնալ աջակցություն։ Նա հանդիպել էր դատավորների, դատախազների, հանրային պաշտպանների հետ, ստեղծելով գործընկերների ցանց, ովքեր կարող էին գործեր ուղղորդել իրավական աջակցություն տրամադրել։ Թե պաշտոնապես թոշակի անցած էր, նա նոր նպատակ էր գտել, օգնելով դստերը կառուցել նշանակալի բան։
Մի կեսօր Հելենան մի նամակ ստացավ, որը խորապես հուզեց նրան։ Դա Գյումրիից մի կնոջից էր, Պատրիցիա անունով, ով տեսել էր Հելենայի հարցազրույցը քաջություն գտել, թողնելու բռնի հարաբերությունները։ Նա գրում էր, շնորհակալություն հայտնելու, իր պատմությունը պատմելու, ասելու, որ եթե Հելենան կարողացել էր, ինքն էլ կկարողանար։ Նամակն ավարտվում էր մի նախադասությամբ, որը Հելենան ընդմիշտ կպահեր, դու ինձ վերադարձրիր իմ ձայնը, երբ կարծում էի, որ այն ընդմիշտ կորցրել եմ։ Հելենան սկսեց կանոնավոր կերպով նմանատիպ նամակներ ստանալ։ Ամբողջ Հայաստանից, երբեմն նույնիսկ այլ երկրներից։ Կանայք պատմում էին իրենց պատմությունները, շնորհակալություն հայտնում, խորհուրդներ խնդրում, աջակցություն առաջարկում։ Նա փորձում էր պատասխանել բոլորին, նույնիսկ երբ անհնար էր։ Յուրաքանչյուր պատմություն նրան այլ կերպ էր դիպչում, յուրաքանչյուրը հիշեցնում էր նրան, թե ինչու էր նա անում այդ ամենը։ Ոչինչ հեշտ չէր։ Կային օրեր, երբ Հելենան արթնանում էր, կորստի ծանրությունը վերադառնում էր ամբողջ ուժով։ Օրեր, երբ նա մտածում էր չծնված երեխայի մասին, տխրությունը գրեթե անտանելի էր։ Այդ օրերին նա թույլ էր տալիս իրեն զգալ։ Թույլ էր տալիս իրեն լացել, թույլ էր տալիս իրեն լուռ մնալ, թույլ էր տալիս իրեն մարդ լինել։ Հոգեբանը, ով նրան ուղեկցում էր հիվանդանոցից ի վեր, սովորեցրել էր, որ ապաքինումը գծային չէ, որ հետընթացները գործընթացի մաս են կազմում։ Բայց կային նա լույսի օրեր։ Օրեր, երբ նա արթնանում էր երախտագիտություն էր զգում, կենդանի լինելու, իրեն սիրող մարդիկ ունենալու, նպատակ ունենալու համար։ Օրեր, երբ նա այցելում էր հիմնադրամի շենքը, տեսնում էր առաջընթացը, տեսնում էր կամավորներին նվիրվածությամբ աշխատելիս, տեսնում էր երազանքը դառնալիս իրականություն։ Այդ օրերին նա գիտեր, որ ամբողջ տառապանքն իզուր չէր եղել։ Թերապիան շարունակում էր մնալ նրա առօրյայի էական մասը։ Շաբաթական 2 անգամ նա նստում էր դոկտոր Աննայի աշխատասենյակի հարմարավետ բազկաթոռին խոսում։ Անցյալի, ներկայի, ապագայի իր վախերի, հույսերի մասին։ Թերապիան նրան սովորեցրել էր սահմաններ դնել, ճանաչել իր սեփական արժեքները, նորից վստահել իր բնազդներին։ Նրան սովորեցրել էր, որ կատարվածը իր մեղքը չէր, որ նա կարիք չուներ այդ բեռը միայնակ կրելու։ Հելենան նա սկսել էր հաճախել աջակցության խումբ այն կանանց համար, ովքեր նմանատիպ փորձառություններ էին ունեցել։ Սկզբում պարզապես լսում էր։ Դժվար էր լսել իրենին այդքան նման պատմություններ, տեսնել ցավը արտացոլված այլ կանանց աչքերում։ Բայց աստիճանաբար նա սկսեց մասնակցել։ Կիսվում էր իր պատմությամբ, աջակցություն էր առաջարկում, սովորում էր ուրիշների փորձից։ Խումբը դարձավ աջակցությանս մեկ ցանց, կոլեկտիվ ապաքինմանս մեկ տարածք։ Դատավարությունից ամիսներ անց Հելենան կարևոր որոշում կայացրեց։ Նա նորից կսկսեր սովորել։ Նա ընդհատել էր իր հոգեբանության մագիստրոսական ծրագիրը, երբ ամուսնացել էր Ռուբենի հետ, շատ բաներից մեկը, որը նա մի կողմ էր թողել, հարմարվելու այն կյանքին, որը նա ուզում էր, որ նրանք ապրեին։ Հիմա նա կվերսկսեր։ Նրա ուշադրությունը կլիներ տրավմայի ապաքինման վրա, մի բան, որը նա այժմ գիտեր ոչ միայն տեսականորեն, այլ նա մտերմորեն։ Համալսարանը նրան բաց ձեռքերով ընդունեց։ Պրոֆեսորները, ովքեր հետել էին նրա գործին, աջակցություն առաջարկեցին։ Գործընկերները նրան վերաբերվեցին հարգանքով, կարեկցանքով։ Հելենան վախենում էր, որ իրեն կտեսնեն միայն որպես հայտնի գործի կին, բայց պարզեց, որ իրեն տեսնում են շատ ավելին, որպես ողջ մնացած, որպես ակտիվիստ, որպես մեկը, ով անձնական ողբերգությունը վերածել էր սոցիալական փոփոխության։ Հիմնադրամի բացումը տեղի ունեցավ մարտի մի արոտ առավոտ։ Ի տարբերություն Հելենայի սպասումների, ավելի քան 200 մարդ ներկա էր։ Կային այն կանայք, ում նա ճանաչել էր այդ ամիսների ընթացքում, կամավորներ, դոնորներ, մամուլի ներկայացուցիչներ, ովքեր հարգանքով արժանապատվորեն լուսաբանել էին գործը։ Կային նա մարդիկ, ում նա չէր ճանաչում, ովքեր պարզապես ուզում էին աջակցություն ցուցաբերել։ Բացման ելույթը կատարեց Հելենան։ Նա նյարդայնացած էր, ձեռքերը թեթակի դողում էին, մինչ նա բռնում էր իր նշումներով թուղթը։ Բայց երբ սկսեց խոսել, նրա ձայնը ամուր էր։ Նա խոսեց ցավի վերափոխման, կորստի վերածննդի մասին։ Խոսեց լուրջ չմնալու, օգնություն խնդրելու, հավատալու կարողության մասին, որ փոփոխությունը հնարավոր է։ Եվ հիմնադրամը նվիրեց ոչ միայն Սոֆիի հիշատակին, այլ բոլոր այն կանանց, ովքեր մի օր լուռ նստած ցանկացել էին բղավել։ Երբ նա ավարտեց, մի պահ լռություն տիրեց։ Այնուհետ, ծափահարություններ։ Դրանք պաշտոնական միջոցառման քաղաքավարի ծափահարություններ չէին, այլ անկեղծ ծափահարություններ, լի հուզմունքով։
Հելենան տեսավ Մարիամ տիկնոջը լացելիս, տեսավ Ջուլիային արցունքներով ժպտալիս, տեսավ հորը հպարտության այն հայացքով, որը նա այդքան լավ գիտեր։ Եվ այդ պահին նա գիտեր, որ գտնվում էր հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Առաջին կանայք սկսեցին դիմել հիմնադրամ բացումից մեկ շաբաթ անց։ Յուրաքանչյուր պատմություն յուրահատուկ էր, բայց բոլորը կիսում էին ընդհանուր տարրեր, վախ, մեկուսացում, օգնության կարիք։ Թիմն անխոնջ աշխատում էր, առաջարկելով իրավական, հոգեբանական, երբեմն նույնիսկ ժամանակավոր ապաստան։ Տեսնելով այդ կանանց սկսել իրենց ապաքինման ճանապարհը, Հելենային բավարարություն էր տալիս, որը ոչ մի այլ բան չէր կարող տրամադրել։ Կամիլան տպավորիչ արդյունավետությամբ էր համակարգում գործերը։ Նա ներքուստ հասկանում էր, թե ինչի միջով էին անցնում այդ կանայք։ Նրա սեփական փորձը նրան դարձնում էր ոչ միայն իրավասու կառավարիչ, այլ կարեկից հասկացող ներկայություն։ Վախեցած անվստահ եկած կանայք նրա մեջ գտնում էին մեկին, ով իսկապես հասկանում էր։ Հելենան կարողում էր անձամբ հանդիպել յուրաքանչյուր կնոջ հետ, ով դիմում էր հիմնադրամ։ Նա իրեն փրկիչ կամ հերոսուհի չէր ներկայացնում, այլ որպես մեկին, ով հասկանում էր, ով նման բան էր անցել, ով հավատում էր, որ ապաքինումը հնարավոր է։ Այդ զրույցները միշտ ինտենսիվ էին, հաճախ հուզական, բայց նախորապես նշանակալի։ Յուրաքանչյուր կին, ով մի փոքր ավելի ուժեղ էր հեռանում, հիշեցնում էր նրան, թե ինչու արժեր շարունակել։ Ջուլիան սոցիալական ցանցերում արշավ էր սկսել, որը վիրուսային էր դարձել, դու միայնակ չես։ Դա պարզ էր, բայց հզոր։ Հազարավոր կանայք կիսվեցին իրենց պատմություններով, օգտագործելով հեշթեգը։ Շարժումը օրգանապես աճեց, վերածվելով մի բանի, որը շատ ավելի մեծ էր, քան նրանցից որը մեկը պատկերացրել էր։ Այլ քաղաքներ սկսեցին ստեղծել նմանատիպ հիմնադրամներ, ոգեշնչված Երանի օրինակով։ Դոկտոր Էդուարդը, տեսնելով հիմնադրամի հաջողությունը, որոշեց գիրք գրել։ Ոչ թե հատուկ իր դստեր գործի մասին, այլ արդարության, իրավական համակարգի, այն մասին, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում խոցելիության հարցերին։ Նա գիրքը նվիրեց Հելենային բոլոր այն կանանց, ովքեր քաջություն են գտնում խոսելու համար։ Թողարկումը կլիներ մի քանի ամսից, ամբողջ հասույթը կփոխանցվեր հիմնադրամին։ Մի հանգիստ կեսօր, դատավարությունից գրեթե 1 տարի անց, Հելենան այցելեց գերեզմանատուն, որտեղ թաղված էր իր մայրը։ Նա հաճախ չէր գնում այնտեղ, նա խնդրում էր հարգել մոր հիշատակը, լիարժեք ապրելով, ինչպես նա կուզեր։ Բայց այդ օրը նա կարիք զգաց այնտեղ լինելու։ Նա նստեց գերեզմանի մոտ, խոսեց, ինչպես անում էր մանուկ ժամանակ, երբ իր գաղտնիքները պատմում էր մորը։ Նա պատմեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, ցավի կորստի, բայց նա վերափոխման նպատակի մասին, որը նա գտել էր։ Խոսեց հիմնադրամի, այն կանանց մասին, ում օգնում էր, այն մասին, թե ինչպես էր գտել ուժ, որը չգիտեր, որ ուներ։ Եվ շնորհակալություն հայտնեց, քանի որ գիտեր, որ իր դիմացկունության մեծ մասը գալիս էր այն արժեքներից, որոնք մայրը սովորեցրել էր նրան, նույնիսկ եթե նա այլս այնտեղ չէր տեսնելու համար։ Երբ նա հեռանում էր, Հելենան անցավ գերեզմանատան ավելի նոր հատվածով։ Այնտեղ, մի արոտ անկյունում, կար մանկական հուշահամալիր այգի։ Նա կանգնեց, նայեց փոքրիկ ցուցանակներին, թարմ ծաղիկներին, որոնք ընտանիքները թողնում էին։ Մտածեց Սոֆիի մասին, այն դստեր, ում երբեք չէր ճանաչի։ Արցունքները եկան, բայց դրանք միայն տխրության արցունքներ չէին։ Դրանք ընդունման, խաղաղության արցունքներ էին այն բանի հետ, ինչը չէր կարող փոխվել։ Հելենան շարունակեց իր կյանքը, օրեցօր։ Վաղ էր արթնանում, յոգա էր պարապում, մի գործունեություն, որը նա հայտնաբերել էր թերապիայի ընթացքում, որն օգնում էր նրան կենտրոնացած մնալ։ Սուրճ էր խմում հոր հետ, որտեղ խոսում էին քաղաքականության, գրքերի, հիմնադրամի, կյանքի մասին։ Առավոտյան աշխատում էր հիմնադրամում, կեսօրին սովորում, երբեմն երեկոյան Ջուլիայի հետ դուրս էր գալիս պարզ ընթրիքի կամ կինոյի։ Նա նորից սկսեց հանդիպել, գրեթե 2 տարի անց։ Նա չէր փնտրում, բայց համալսարանի դասախոսության ժամանակ հանդիպեց Դանիելին, գրականության պրոֆեսորի։ Նա բարի էր, համբերատար, հարգում էր նրա սահմանները։ Երբ նա պատմեց իր պատմությունը, նա լսեց առանց դատապարտման, առանց փորձելու նրան շտկել։ Նա պարզապես այնտեղ էր, ներկա, ապահով նավահանգիստ, երբ նա կարիք ուներ։ Հարաբերությունները տարբեր էին այն ամենից, ինչ նա ճանաչել էր նախկինում։ Դրանք հիմնված էին փոխադարձ հարգանքի, բաց հաղորդակցության, իսկական համագործակցության վրա։ Հիմնադրամը շարունակեց աճել։ Բացումից 2 տարի անց այն արդեն ավելի քան 1000 կանանց էր սպասարկել։ Ոմանք կարիք ունեին կոնկրետ օգնության, ուրիշները՝ երկարատ ուղեկցման։
Բայց բոլորը հեռանում էին, իմանալով, որ միայնակ չեն, որ աջակցություն կա, որ փոփոխությունը հնարավոր է։ Հաջողության մակարդակը, որը չափվում էր այն կանանցով, ովքեր կարողացել էին դուրս գալ բռնի իրավիճակներից վերակառուցել իրենց կյանքը, տպավորիչ էր։ Հելենային հրավիրեցին ելույթ ունենալու կոնֆերանսներում, հարցազրույցներ տալու, կանանց իրավունքների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու։ Սկզբում նա հրաժարվում էր մեծ մասից։ Չէր ուզում, որ իրեն տեսնեն միայն իր ողբերգության պրիզմայով։ Բայց աստիճանաբար նա հասկացավ, որ իր ձայնը կարող է փոփոխություն մտցնել, որ իր պատմությունը կարող է ոգեշնչել փոփոխություններ։ Նա սկսեց ընդունել որոշ հրավերներ, միշտ զգուշությամբ, միշտ պահպանելով իր գաղտնիությունը, իր սահմանները։ Այդ կոնֆերանսներից մեկում նա հանդիպեց այլ կանանց, ովքեր նմանատիպ փորձառություններ էին ունեցել, նույնպես աշխատում էին փոփոխություններ ստեղծելու համար։ Նրանք ցանց ստեղծեցին, կիսվեցին փորձով, ռազմավարություններով, փոխադարձաբար աջակցեցին միմյանց։ Միասին նրանք լոբբինգ արեցին օրենսդրության փոփոխությունների, զոհերի համար ավելի շատ ռեսուրսների, դպրոցներում կանխարգելիչ կրթության համար։ Հելենան, նա սկսեց գրել։ Ոչ թե հուշագրություն, դա դեռ չափազանց ցավալի կլիներ։ Բայց հոդվածներ, էսսեներ, մտորումներ տրավմայի, ապաքինման, դիմացկունության մասին։ Նրա խոսքերը արձագանքում էին շատ մարդկանց, ոչ միայն նման իրավիճակներում գտնվող կանանց, այլ ցանկացածի, ով երբևէ բախվել էր դժվարությունների, փնտրել էր դրանք հաղթահարելու ուղիներ։ Դոկտոր Էդուարդը, տեսնելով դստեր ծաղկումը, խորը երախտագիտություն էր զգում։ Երախտագիտություն նրա կենդանի լինելու, իր ճանապարհը գտնելու, ցավը նպատակի վերածելու համար։ Նա գիտեր, որ նա միշտ սպիներ կկրի, որ որոշ վերքեր երբեք ամբողջությամբ չեն ապաքինվի։ Բայց նա գիտեր, որ նա ավելի ուժեղ էր, քան այդ վերքերը, որ նրա էությունը չէր ոչնչացվել, պարզապես ժամանակավորապես մթագնել էր։ Մի հատուկ երեկո, դատավարությունից 5 տարի անց, հիմնադրամը տոնակատարություն կազմակերպեց։ Ոչ թե թվերի կամ հաջողությունների, այլ փոխակերպված կյանքերի համար։ Կանայք, ովքեր սպասարկվել էին, վերադարձան, կիսվելու իրենց պատմություններով։ Մեկը նորից սկսել էր սովորել, պատրաստվում էր ավարտել։ Մյուսը սեփական բիզնես էր բացել։ Երրորդը հաշտվել էր իր ընտանիքի հետ տարիներ շարունակ հեռավորությունից հետո։ Յուրաքանչյուր պատմություն դիմացկունության, քաջության, հույսի վկայություն էր։ Հելենան, լսելով այդ պատմությունները, աննկարագրելի հուզմունք զգաց։ Դա Սոֆիի ժառանգությունն էր։ Յուրաքանչյուր փոխակերպված կյանք, յուրաքանչյուր կին, ով ուժ էր գտնում առաջ գնալու համար, յուրաքանչյուր երեխա, ով կմեծանար ավելի առողջ միջավայրում։ Սա էր նշանակում ցավը նպատակի, ողբերգությունը փոփոխության վերածելը։ Երբ գիշերն ավարտվեց, բոլորը հեռացան, Հելենան միայնակ մնաց հիմնադրամի շենքում։ Նա քայլեց միջանցքներով, անցավ սենյակներով, որտեղ այդքան պատմություններ էին կիսվել, այդքան արցունքներ էին թափվել, այդքան վերափոխումներ էին սկսվել։ Նա կանգնեց Սոֆիի անունով ցուցանակի առջ, ձեռքը դրեց տառերի վրա։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էր, այն մասին, թե ով էր ինքը նախկինում, ով էր դարձել։ Մտածեց վախեցած լռեցված կնոջ մասին, ով արթնացել էր այդ հիվանդանոցում տարիներ առաջ, այն կնոջ մասին, ով ինքն էր հիմա, ուժեղ, սեփական ձայնով, փոփոխություն մտցնելով։ Ճանապարհը ցավալի էր եղել, անհնար է ամբողջությամբ նկարագրել։ Բայց նա անցել էր այն։ Եվ մյուս կողմում նա գտել էր ոչ միայն գոյատում, այլ կյանք։ Լիարժեք կյանք, նպատակով, իմաստով։ Հելենան դուրս եկավ շենքից, նայեց Երանի աստղազարդ երկնքին ժպտաց։ Ոչ թե նախկինի հարկադրված ժպիտը, այլ անկեղծ ժպիտ, հոգու խորքից։ Վաղը նոր օր կլիներ, նոր մարտահրավերներով, նոր հնարավորություններով։ Եվ նա պատրաստ էր։ Նա ողջ էր, ազատ էր, փոփոխություն էր մտցնում։ Եվ դա, ի վերջո, այն ամենն էր, ինչ կարող էր։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հելենայի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենից շատ տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։